The point-ի սիրելի ունկնդիրներ, հեն մանկետում այսօր շատ սպասված հյուր է, Երևանի փոխքաղաքապետը։ Բարև ձեզ պարոն Մադացյան, ողջունում եմ ձեր մուտքը մեր տաղավար։ Ես կարծում եմ մենք այսօր կխոսենք հիմնականում Երևանի մասին, բայց ոչ միայն։ Եվ այսպես դուք 2023-ին դարձաք Երևանի փոխքաղաքապետ, ընտրվեցիք Երևանի փոխքաղաքապետ։ Որոնք են ձեր տնօրինության տակ գտնվող ոլորտները։ Եվ որպես առաջին ու այսպես ասած կարդինալ հարց, ինչ փոխվեց այդ ոլորտներում ձեր տնօրինության տակ եղած ժամանակահատվածում։ Սկսենք թերևս առողջապահությունից։ Բարև ձեզ Տիկին Ադամյան, նախ շնորհակալ եմ տաղավար հրավիրելու համար։ Հույս ունեմ, որ մեր հարցազրույցը շատ կետաքրի մեր դիտողներին։ Իսկ ես հույս ունեմ, որ երկրորդ, երրորդ, չորրորդ հանդիպումը կունենանք։ Իհարկե, միանշանակ ինձ միայն հաճելի է ձեզ հետ միշտ զրուցելը եւ բանավիճելը այդ թվում նաեւ։ Շնորհակալ եմ։ Ինչ վերաբերվում է 2023 թվականին, որ ավականին ընտրեց ինձ որպես փոխքաղաքապետ, առաջարկվեց համակարգումները առողջապահության, սոցիալական, ավելի շուտ երեխաների եւ սոցիալական իրավունքների պաշտպանության վարչությունը եւ բնապահպանության վարչությունը։ Ի սկզբանե ես 2009 թվականին, որ աշխատում էի Երևանի քաղաքապետանում, իրավաբանական վարչությունում, տեսականորեն այդ վարչությունների հետ ես առնչվում էի, բայց բովանդակային մասով ես գրեթե ոչինչ չգիտեի։ Իմ համար շատ վախենում խոստովանել։ Ես միշտ սիրել եմ իմ հանդիսատեսի եւ ընդհանրապես այդ թվում նաեւ այն մարդկանց, որոնք որ ձեն են տվել հանրապետության կուսակցությանը, որից շնորհիվ ես ընտրվել եմ Երևանի փոխքաղաքապետ, միշտ սիրել եմ խոսել արդար եւ բաց։ Անկեղծ։ Այո։ Անդրադառնանք համակարգման ոլորտի հետ կապված քաղաքապետանում առաջին ժամանակահատվածում ես լռությամբ դիտում էի ինչ էր կատարվում, այսինքն չէի խանգարում հենց վարչությունների աշխատանքներին։ Փորձում էի այդ բովանդակային մասը հենց ես սովորեի, որովհետև եթե իմպրովիզ անեի, որոշեի, որ ինչ որ բան պետքա փոխեի, մասնավորապես առողջապահական ոլորտում, որ հենց անձի վերաբերվող հարցեր էին, այն ժամանակ կարող է եւ ունենայի շատ լուրջ խնդիրներ։ Այսինքն դուք որոշակի ժամանակահատված տրամադրել եք ձեզ հանձնված, այսպես ասած, ոլորտների գույքագրմանը։ Իհարկե, նախ գույքագրմանը, երկրորդը բովանդակության ամբողջականությանը, որ իմաստավորմանը, մնացած բաները։ Այսինքն ես կարճ ասեմ, հենց ձկնորսների օրինակով ես ձկնորսությամբ սպասել եմ հանգիստ իմ նյարդերս անջատած, որ հասկանայի ինչ մարտավարություն եւ ինչ կառավարման հարցեր եմ սկսելու անել։ Չգիտեմ, ոնց որ տեսանելի է երևանցիների համար այդ կառավարման խնդիրները եւ հարցերը արդյունավետ սկսեցինք արագ լուծումներ տալ, որովհետեւ իրականում ժառանգությունը շենքային թե մնացած մասերով ստացել ենք շատ վատ։ Խոստովանեմ նաև այդ մասով գրեթե ոչինչ չկար։ Դե դուք կարող եք նաև այդ առումով չխոստովանել, որովհետև երևանցիները ոնց ուզում է լինի, շփվել են այդ համակարգերի հետ, տեսել են այդ համակարգերում ինչ վիճակ է եւ կարծում եմ նաև արձանագրել են փոփոխությունները։ Եթե մասնավորացնենք, ինչ է կատարվում հիմա քաղաքապետարանի տնօրինության տակ գտնվող պոլիկլինիկաներում։ Կներեք, բայց մենք դեռ 1 տարի եւ ավելի մենք վերանվանեցինք պոլիկլինիկաները։ Ձեր առաջարկով։ Իհարկե թիմի առաջարկով, ես միշտ աշխատել եմ մեր վարչության, հենց մեր թիմ հասկացողությունը, առանց թիմի ոչինչ մեր մոտ չէր կարող ստացվել, այդ թվում նաեւ քաղաքապետի բոլոր գաղափարները ստեղծվել են հենց ամբողջ թիմի մեջ, այո, ջանքերով։ Պոլիկլինիկա այլևս չունենք, ունենք առողջության կենտրոններ եւ sense մի հատ փոքրիկ հումորային մեր հենց վարչությունում դրված է այնպիսի կանոն, եթե որոշեցինք ասեցինք պոլիկլինիկա, ապա 1000 դրամ ոնց որ տուգանքի չափով պետքա մուծենք։ Հաղորդումից հետո ես ձեզ կվճարեմ այնպես որ դուք 1000 դրամ արդեն ես 1000 դրամը սիրով կվճարեմ, եթե ինձ հիմա ապացուցեք, որ այդ պոլիկլինիկաներում, որոնք վերանվանվել են առողջության կենտրոններ,
առողջապահական առումով փոփոխություններ են եղել։ Իհարկե, տեսեք, ես հիմա անդրադառնամ այդ կառավարման հարցերին, սկզբունքներին, թե իմ առաջ ինչ սկզբունքներ որդեգրեցի, 3 սկզբունքներ էին, դա շենքային պայմաններն էին, որ պետք է շենքային պայմանները լինեին ոչ թե բավարար, ոչ թե լավ, այլ ամենալավը, որ մեր երևանցիները ստանային ամենալավ ծառայությունները։ Երկրորդ խնդիրը սարքեր եւ սարքավորումները։ Այստեղ մենք ունենք մի հատ խնդիր, որ մասնավորների հետ մրցակցություն։ Մասնավորների մոտ սարքեր սարքավորումները, բժշկական սարքեր սարքավորումները գտնվում են գրեթե այսպես անգլերեն բառ օգտագործեմ, high level-ի վրա, բարձր որակի վրա, ի սկզբանե խնդիր դրվեց, որ մենք պետք է ունենանք մեր առողջության կենտրոնում նույն level-ի սարքավորումներ եւ ավելի։ Ոչ, ավելի նոր սերնդի գեր զարգացած, գեր սերունդ, ոնց ասեմ, ավելի նորարարական սերունդ ունեցող սարքավորումների ձեռք բերելու մասով եւ երրորդ սկզբունքը։ Բայց այդտեղ հարց է առաջանում, արդյոք բուժ աշխատողները, որոնք սովորել էին զգալիորեն ցածր մակարդակի վրա գտնվող սարքավորումները, կարող էին այդ high level-ին համապատասխան որակավորումներին աշխատելու։ Այ որ դուք թողեք իմ երրորդ սկզբունքը ասեի, հենց այդ դրան է անդրադառնալու, երրորդ սկզբունքներն այն, որ մեր բժիշկներին պետք է վերապատրաստենք ոչ թե Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պոտենցիալ չկար տենց կազմակերպություն չկար, որ կարող էր վերապատրաստել, այլ վերապատրաստումը սկսեցինք հենց եվրոպական երկրներում, այդ փորձը ունենք, հիմա մենք պայմանագիր ունենք, հուշագիր ունենք, ավելի շուտ Նիցայի հետ համագործակցում ենք, մեր բժիշկները 3 ամիսը մեկ գնում են վերապատրաստում են եւ հետ են գալիս, վերջերս ունեցանք նաեւ Մարսել քաղաքի հետ նման տարբերակ, ինչպես նաև մեր վարչության աշխատողները, վարչության պետից մինչև առաջ կարգի մասնագետներ, ոչ թե քաղաքականության մշակող, այլ ընդհանրապես ծրագրային մշակելու մասով իրանք էլ են գնում վերապատրաստում, թե ինչ ծրագրեր կարելի է նորամուծություններ անել մեր առողջության կենտրոնում, այդ թվում նաև բժշկական կազմակերպություններում։ Միջազգային փորձը բերում եք Երևան։ Այո, իհարկե, ես այստեղ մի դիտարկում էլ անեմ, նաև արդեն մենք մեր փորձով ենք կիսվում նաև մեր եվրոպական գործընկերների հետ, օրինակ բերեմ, իրանց որ Մարսել քաղաքում չկար մոպեդների, հիմա մենք ունենք պիլոտային ծրագիր, շուտով համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ կկատարվի կառավարության որոշման մեջ, մոպեդների ռեֆորմն ենք ուզում դնենք, որտեղ շտաբօգնության մասով եմ ասում, Մարսելում չկար։ Իրանք տեսան, որ մեր փորձը տեսավ Տիկին Ռուբի Ռոլանդ, որ առաջին տեղակալն է, քաղաքապետի առաջին տեղակալը, եւ ասեց այդ փորձով կփորձենք մեր մոդել կիրառենք, ես այդ մասով շատ ուրախացա, որ կարողանում ենք մենք էլ իրենց ինչ որ մի հարցով աջակցել։ Առողջապահությունը բոլոր դեպքերում, եթե վերցնենք մի կողմ առողջապահության նախարարության ֆունկցիաները, որոնք բնականաբար դուք չեք կարող իրականացնել, դուք գործ ունեք կոնկրետ մարդու հետ։ Հիմա այդ կոնկրետ մարդը որքան իրեն ավելի, այսպես ասած, առողջ կամ որքան իրեն ավելի իր առողջությունը պահպանված կարող է համարել այն բարեփոխումների, փոփոխությունների արդյունքում, որս 2 տարում տեղի է ունեցել քաղաքապետարանի տնօրինության տակ գտնված առողջապահական կենտրոններում։ Ես նկատի ունեմ, թե շտապօգնության մեքենաները որքան արագ են հասնում, շտապօգնության մեքենաների հագեցվածությունը տեխնիկական սարքերով, որտեղ շատ հաճախ, եթե խոսքը վերաբերում է մարդու կյանքին, հարցը րոպեների մեջ կարող է լինել։ Եվ հիվանդին կարող է, եթե շտապօգնության մեքենան չունի անհրաժեշտ սարքավորումներ, անհրաժեշտ արագությունը, որակավորված բժիշկներ, չի կարող հասցնել անգամ հիվանդանոց, սրանք շատ նուրբ խնդիրներ են, բայց վերաբերում են մեզնից յուրաքանչյուրին։ Տիկին Ադամյան առողջապահական ոլորտում ես sense ասած գլուխ գովալու կամ չնացած չեմ ուզում տենց հաճոյանալ, բայց այնքան բարեփոխումներն ու ռեֆորմներ են կարել հենց ձեր մասով, ձեր նկարագրած նշածի մասով, այդ արագ արձագանքման խնդիրը իրականում կար։
2 տարի, 3 տարի առաջ այդ խնդիրը մենք ունենք։ Դեպքեր են լինում, որ շտաբօգնության մեքենան անգամ 40 րոպե, մի ժամ ու կես տեղ չէր ասում։ Նշեցի ես արդեն, որ այդ մոպեդների պիլոտային ծրագիրը հենց դրա համար էր։ Դեպքեր կային, որ իրականում վարկյանների տարբերությամբ պետք էր, որ շտաբօգնության շարժակազմը տեղ հասներ եւ այս քաղաքի խցանումների Պարագայում, այո, չէին կարող կենտրոն կամ Արաբքի վարչական շրջաններ գրեթե տենց 6 րոպե կամ 5 րոպեում չէր կարող հասնել, բայց այնուամենայնիվ մենք ունենք ստանդարտներ, այսինքն մեր սահմանված այն րոպեները, որ պետք էր շտաբօգնության շարժակազմը այս րոպեում հասներ, այսինքն րոպեների խախտում չի եղել, բայց խնդիրը դրվեց, որ ավելի արագ լինեին, սկզբնական շրջանում, որ ես շտաբօգնության ընկերության տնօրենի առաջ այդ խնդիրները բարձրացնում էի, ասում էի մենք պետք է արագ արձագանքենք, ասում էր պարոն Մադասյան, դա իրատեսական չի։ Երևանում դա իրատեսական չի, այսօր իրատեսական է, այսօր անգամ ոչ մի կանչ կամ զանգ անպատասխան չի թողնում, 2 տարի, 3 տարի առաջ այդ խնդիրը կար։ Իսկ ինչ վերաբերվում է առողջության, մեր հանրային առողջության մասով, ես մշակույթ պետք է լինի, այսինքն դուք առավոտյան պետք է վեկանաք եւ գնաք ձեր անհրաժեշտ զննումները, այդ թվում նաեւ ձեր այդ պրոֆիլակտիկ աշխատանքներ առողջապահական մասով ունենաք, մենք չենք կարող ձեզ ստիպել, եկեք եւ իհարկե ծրագրեր ունենք, որ մենք այդ ծրագրերով քարոզում ենք, որ անհրաժեշտ է առաջնային ուղարկած Բայց որքանով են այդ ծրագրերը տարածում ունենում, որովհետև տեսեք, դուք իսկապես մեծ աշխատանք եք անում, արդյոք կա այդ աշխատանքի քարոզչությունը, մարդը արդյոք տեղյակ է այն հնարավորություններին, որ իր առջև բացվել են, որովհետև եթե դուրս են գալիս Facebook-յան տիրույթից, մենք գրեթե տեղեկացված չենք, չեք կարծում, որ պետք է նաև քարոզչությանը, լրատվությանը, մատչելիության ապահովմանը որոշակի թե ռեսուրսներ, թե ժամանակ եւ ամենակարևորը ցանկություն լինի այդ ամեն ինչը ներկայացնելու, որովհետեւ ստացվում է պատկեր դուք աշխատում եք, փոխում եք, դրան տեղյակ են միայն առնչվածները, այսինքն նրանք, ովքեր որոշակի հիվանդություն ունեցել, որոշակի պահի, այո, իրենց մատուցող ծառայության մակարդակը շատ ավելի բարձր է եղել, կյանք եք փրկել, բայց մյուսները չգիտեմ, որ այդ հնարավորությունները կան։ Հավատացեք մեզ մոտ պատկերացում, այսինքն որ ձեզ մոտ պատկերացում կազմվի, մենք ունենք Նորբ Մարաշ բժշկական կենտրոն, հայտնի Նորբ Մարաշի սրտաբանականը, որ բոլորը ինձ համար եւ մեր թիմի համար ինքը բրենդ է համարում եւ վստահությունը շատ մեծ է, բայց ձեր ասածը այո, քիչ է, պետք է անընդհատ մեր հանրությանը իրազեկենք, որտեղ մարդ արժեքը մեզ համար շատ թանկ է, պետք է բոլորը, այն կարծրատիպը պետք է կոտրվի, որ մարդը իր առողջությանը պետք է հետևի, առավոտյան եթե խնդիր ունի, ինքը անգամ եթե խնդիր էլ չունի, ինքը այդ պրոֆիլակտիկ աշխատանքը իր վրա պետք է կատարի, այսինքն 6 ամիսը 1 կամ 1 տարի, տարիքային սահմանաչափել կա 40, 50, 60-ից հետո հաճախելիության առումով եմ ասում, մասնավորապես սիրտանոթային հիվանդությունները արդեն շատացել են եւ նաեւ օնկոհիվանդությունները քաղցկեղը, որ շատ տարածվել Հայաստանի Հարաբերություն։ Կարող եմ ձեր ասածից եզրակացնել, որ դուք խնդիր եք դնում ոչ այնքան բուժումը, որքան հիվանդության կանխարգելումը։ Հիվանդության կանխարգելումը առաջնային է, եթե վաղ կանխարգելումը, այսինքն հետազոտվելուց հետո վաղ հայտնաբերվեց, դա մեծ հնարավորություն է տալի, դրա համար առաջնային օղակներից, առողջապահական առաջնային օղակներից հաճախակի օգտվել է պետք։ Հաշմանդամների համար ծրագրեր ունեք իրենց մատուցվող ծառայությունները ավելի մատչելի դարձնելու համար, որտեղ տեսեք ոնց ուզում եք վերցրեք հաշմանդամները քաղաքում տեղաշարժի խնդիր ունեն։
Այո, ուրեմն 2025 թվականին կառուցվել է Երևան քաղաքում 551 թեքահարթակներ, մենք ունենք նաև պիլոտային ծրագիր սոցիալական տաքսի, այսպես ասած, որը ծառայություն, իմ կարծիքով 26 թվականին արդեն ինքը իրականություն կդառնա։ Ինչ է դա։ Դա այն ամբողջական ֆունկցիոնալ այն խմբերի համար են, որոնք որ ընդհանրապես տեղաշարժման խնդիր ունեն, դա այն ծառայությունն է, որը որ A-կետից B-կետ հնարավորություն չունի, թե խմբերի մասին է, այն մարդկանց մասին, որ հնարավորություն չունեն ընդհանրապես ֆինանսական առումով, թե տեղաշարժման առումով, թե մնացած, ասենք, հարմարության առումով տրանսպորտով հնարավոր չէ օգտվել, այսինքն այն մարդիկ, որոնք որ պետքա հարմարեցված մեքենաներով տեղափոխվեն A-կետից B-կետ։ Այդ ծառայությունը նույնպես պիլոտային ծրագիր է, 6 ամսյա ծրագիր է լինելու, մոտ Երևան բնակիչների համար 280 շահառուների համար է նախատեսված, բայց հետո հետագայում ավելացնելու, ընդլայնվելու նպատակով։ Մնացած մատչելիության մասով մենք 2024 թվականին զինվորի տան հետ համատեղ արեցինք Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասնակիցների 8 շահառուների բնականային պայմանները հարմարեցրեցինք, տարբեր տեսակի մենք ծրագրեր ենք իրականացնում, ուղղակի այստեղ մեր խնդիրն է, որ դա լուսաբանվելու կամ մնացած բան անելու հետ նահանջում ենք։ Ես կարծում եմ, որ լուսաբանելը ոչ այնքան դառնում է գովազդ ձեր արած աշխատանքի, որքան մեծացնում է մարդկանց տեղեկացվածությունը, հետևաբար նաև այն հնարավորությունները, որ իրենք ևս կարող են օգտվել այդ ծրագրերից, որոնք քաղաքապետարանի եւ ասենք անձամբ ձեր տնօրինած վարչությունների աշխատանքի շնորհիվ է։ Դրա համար եմ ես կարևորում լուսաբանումը եւ մատնանշում, որ այնուամենայնիվ այդտեղ թերացում կա։ Ծառայությունների մասով, ճիշտ եք ասում, ծառայությունների մասով, քանի որ ծառայությունները հենց անմիջապես Երևանի բնակիչներին է վերաբերվելու, այսինքն այդ ծառայությունները պետք է ամենօրյա ռեժիմով լուսաբանվի, որ երևանցիները կարողանան օգտվել մեր ծրագրերից ու ծառայություններից։ Շատ լավ, հիմա անդրադառնանք նույնպես ամենայն դեպս բոլորի համար վերջերս շատ շահարկված թեմայի։ Տեսեք, սեզոնային առումով թե ինչ որոշակի փուլերում ստացվում է, որ քաղաքի կենտրոնում ամենայն դեպս օդի աղտոտվածության բոլոր չափանիշները խախտվում են։ Ես չեմ ուզում, որ հանրության ուշադրությունը բևեռվի այդ խնդրի վրա, որովհետև ամենայն դեպս իմ գնահատականով դա եղանակային պայմանների բերումով է։ Բայց ոնց է ստացվում, որ պարբերաբար գալիս է այդ խնդիրը ծագում է եւ քաղաքապետից սկսած մինչեւ տարբեր պաշտոնյաներ անդրադառնում են այդ խնդրին, իսկ խնդիրը չի լուծվում։ Խնդիրը լուծվելու համար նախ անհրաժեշտ է պատկերացում կազմել, որտեղից ենք սկսելու եւ որտեղից ենք ավարտելու։ Նախ այս խնդիրը 3 չէր, 3 առաջ օրը չէր կամ 1 տարի առաջ չէր։ Տասնամյակներով կա, որտեղ Երևանը փոսի մեջ է։ Չէ, ուղղակի սա այս խնդիրը սկսեց լուսաբանվել կամ համապատասխան սարքավորումները տեղադրելու ժամանակահատվածում։ Մենք որոշեցինք, որ մեր օդը ինչքանով է աղտոտված։ Այո, գործոնները օդի աղտոտվածության մասով շատ են։ Մենք ունենք Երևանի քաղաքապետանու քառամյա ծրագիր, արդեն մշակված քառամյա ծրագիր եւ թիրախներ ընտրվել են, որտեղից կարող են, այսինքն դա չի նվազեցնելու։ Դա ամեն տարի այս ժամանակահատվածում դա լինելու է։ Անցած տարի նույն ժամանակահատվածում նույն տվյալներն են գրանցվել եւ ավելի վատ։ Սա մթնոլորտային խնդիր է, որ Երևանում չէ։ Նույնն է, որ հիմա մենք քաղաքապետարանին մեղադրենք, որ Երևանում մշուշ է։ Ճիշտ եք նկատում, այդ նույն տարբերակն է, բայց մի հատ հետաքրքիր բան ասեմ ձեզ, որ դուք տեղեկան եք եւ մեր հանրությունն էլ տեղեկ լինի, անցած տարի իմ չափումներով, մեր չափումներով Երևան քաղաքի օդի որակի մասով ավելի լավն էր, քան Դիլիջանը։
դա Դիլիջանը բարձր ցուցանիշներ էին տալիս, ցուցանիշներ էին Մի զարմանս մեզ ասում ենք լավ ոնց կլինի, որտեղ Անտարային այնտեղ էլ դեռ չէր կանաչի կամ խոր աշուն դեռ չէր գրանցվել, որ ասենք կանաչ զանգվածը արդեն ծմերում է, ու դե այդ խնդիրները մթնոլորտային հիմնականում մթնոլորտային խնդիրն է, այդ սմոգը, որ գալիս է կուտակվում է քաղաքի վրա, դրանից հետո այդ տվիշները սկսում են արդեն բարձր ցուցանիշներ գրանցել։ Ինչ կանեին երևանցիները, եթե Պեկինի օդի աղտոտվածության մակարդակն ունենային։ Իմիջիայլոց Պեկինը լուծվել է այդ հարցը, ես այդ մեծ արտադրողականության քաղաքը ու միլիոնավոր բնակչություն ունեցող այդ հարցը իրենք տարիների ընթացքում լուծեց։ Այ ճիշտ եք նկատում, որ այդ փորձը կարելի է նաև Երևանում կիրառել։ Ես կարող եմ եզրակացնել, որ ձեր հերթական գործողումը Պեկին է լինելու։ Ես մի քիչ ինքնաթիռից ճիշտ ասած վախ ունեմ գրանցած, բայց անուն երևանցիների նույնիսկ Պեկին կգնաք։ Նույնիսկ Լուսին է կգնամ։ Լավ, քանի դեռ դուք այստեղ եք եւ Լուսին չեք ասել, եկեք անդրադառնանք ծառահատումների խնդրին, որը ոչ պակաս, ասենք, հասարակական հնչեղություն ունի։ Վերջին հաշվով եկեք հասկանանք, էլի դա քաղաքական խնդիր է, թե բնապահպանական խնդիր է, որովհետեւ շատ հաճախ տարատեսակ, այսպես փորձագետներ ասեմ, իրենց քաղաքական գործիչներ, երևակայողներ, թե բլոգերներ մտնում են մի հարցի ծանրության տակ, որի նրբությունների մասին պատկերացում չունեն։ Այսինքն կարող են քննադատել, որ այսինչ ծառը, Երևանի կենտրոնում կամ եսին որ շրջանում, որ համայնքում գտնվող ծառը կտրվեց, մինչդեռ այս ծառը ստվեր էր եւ այլ, առանց հասկանալու, թե այդ ծառը ընդհանրապես ամեն ինչ որ ստեղծվում է նաև վերջանում է, այսինքն այդ ծառը գուցե այլևս հնարավորություն չուներ շարունակելու իր իբրև ծառայությունները մատուցել քաղաքին, ինչ որ սկզբունք, ինչ որ ինչ ասեմ, ծրագիր բնապահպանական, այդ ծառահատումների, ծառատնկումների, քաղաքի օդի մաքրության, քամիներից պաշտպանվածության նաև, որովհետև հիշենք նաև, որ Երևանը քամիների խնդիր ունի, ինչպես մյուս մեր հարթության վրա գտնվող մայրաքաղաքները, այս հարցերը ոնց են լուծվում։ Տեսեք, բնությունն էլ օրգանիզմ է, ինչ ունի սկիզբ, այն էլ ունի ավարտ։ Մեր Երևանին այն կանաչապատման ֆոնդը, որոնք որ առկա էին տարիներ, տասնամյակ տարիներ առաջ, կենսունակություն ու ֆունկցիոնալ առումով արդեն մոտենում էին իրենց ավարտին։ Բացի այսինքն արտաքին տեսքից կարող է շատ լավ վիզուալ ինքը կանաչ է, բայց ինքը արդեն իր համ ֆունկցիոնալ առումով էր իր ժամանակահատվածը ավարտվում։ Դա պետքա պարտադիր, եթե դու բնապահպանության խնդիր ես լուծում, պետք է փոխարինես ամբողջ քաղաքներում դա անցումային փուլերով անում են։ Այսինքն չեն վերցնում ամբողջական կանաչ զոնան փոխարինում, տեղ-տեղով սկսում են փոխարինել, բայց կարծրատիպը փոխելու համար, թե որ մենք ծառահատումներ ենք անում ու երիտասարդացնում ենք ֆոնդը, ասեմ ավելին, որ մենք պայմանական 10 հատ ծառ ենք հատում, փոխարինելով հասկանալով, որ դա ֆունկցիոնալության կենսունակությունը ավարտում է, 10 հատ ծառ փոխարինելով նորացնում ենք, բայց մենք ավելի շատ կանաչ զանգված ենք ավելացնում։ Դա չի նշանակում, որ մենք ծառը հատեցինք, փոխարինեցինք ու ավարտեցինք մեր աշխատանքը։ Զուգահեռաբար տանում ենք նաև աշխատանքներ ազատ տարածքներում, համայնքային հողերում, նորից կանաչապատման զոնան, այո, իհարկե, դա այդ ֆունկցիոնալության ու մեկեկենսունակության ավարտին մոտ ծառները նաև ինչ որ չափով հենց այդ օդի աղտոտվածության մասով հարցնել են լուծում։ Գիտեք, ոնց ուզում եք վերցրեք, այստեղ գալիս է նաև ձեր աշխատանքը մյուս վարչությունների հետ համադրելու խնդիրը, որովհետև բացարձակապես ասենք ձեր ոլորտներին չվերաբերող խնդիր է, շինթույլտվությունների խնդիր է։ Ես չգիտեմ նորմերը ոնց են քաղաքապետարանում, եթե որևէ բազմաբնակարան կառուցելու շինթույլտվություն տրվում է, հաշվի առնվում է ենթակառուցվածքների անհրաժեշտությունը եւ այդ ենթակառուցվածքների մեջ մտնում է արդյոք այգին, այդ կանաչ զոնան։
նոր ծառերի առկայությունը, որպեսզի այդ շենքում բնակվող մարդիկ նաև շնչելու օդ ունենան, քամուց պաշտպանվածություն ունենան, ստվերում հանգստանալու հնարավորություն ունենան, թե Երևանը իսկապես արդեն այնքան խիտ քաղաք է, որ շինթույլտվություն տալիս նման մանրամասներ ընդհանրապես հաշվի չեն առնվում։ Տեսեք, քաղաքաշինական Այդ քաղաքաշինական նորմերը իրանք այնքան մանրամասն են ու այնքան խստացվել են վերջի տարիներին, հիմա ես մի փոքրիկ sense ճիշտ է իրանք բովանդակային հարց է, շատ մեր բովանդակային բայց նախնական, եթե դուք ասենք տիրապետում եք X չափի հող, եթե ուզում եք որոշել եք կառուցապատումով զբաղվել, ուզում եք բազմաբնակարան շենք կառուցել, նախ առաջին հերթին 2024 թվականի սեպտեմբերին մենք ընդունեցինք Երևանի նոր գլխավոր հատակագիծը, այսինքն իր գոտիավորումներով, այդտեղ տրված է, քանի հարկ կարող ենք մենք կառուցապատել։ Ճարտարապետը հատակագծային առաջադրանքում, այսպես ասած ԱՊԶ-ն, որ բոլորին ծանոթ է, հայտնի ԱՊԶ-ում կառուցապատման մակերեսը տրվում է մինչև 40%, այսինքն 40% կարող եք կառուցապատել, մյուս 40%-ը եւ ավելին տրվում է հենց այդ ձեր մատնանշած կանաչ գոտու մնացած իր ենթակառուցվածքներին։ Ամեն դետալը հաշվի է առնում, ես չգիտեմ, շատ չեմ ամեն դե իմ ոլորտը չի, իմ համակարգումը չի, ես ամեն տրված ԱՊԶ-ն ես չգիտեմ ոնց է տեղ արվել, ոնց է արվել, ինչ քաղաքաշինական նորմեր են պահել, ոնց են արել, բայց ես վստահ կարող եմ ձեզ ասել, որ հենց ճարտարապետը նոր շինթույլտվությունների նորմերի մեջ մտնում են նաև բոլոր նորմատիվները, ասեմ, որ պահպանվում են, բոլոր նորմատիվները հստակ պահպանվում են, այնքան է խստացվել այդ քաղաքաշինական սնիպերը, նորմերը, որ գրեթե կառուցապատողները ամեն օր այդ խնդիրները ունենում են, այսինքն պահպանելու, նորմերը պահպանելու խնդիրներ ունենում են։ Պարոն Ադասյան, եկեք անդրադառնանք այնուամենայնիվ ձեր երրորդ ոլորտին, սոցիալական ոլորտին։ Ես որքան տեղյակ եմ, սոցիալական տներ են ստեղծվում։ Ինչի համար են այդ սոցիալական տները, որն է նպատակը։ Ստեղծվում, այսինքն դեռ չեն ստեղծվել, իրանք ծրագիր են, դեռ 1 տարի եւ ավելի այդ ծրագրով մենք զբաղվում ենք, ինքը ծառայությունները մատուցելու, հենց անմիջական ծառայությունները մատուցելու երևանցիներին։ Ինչ կարգի ծառայություններ եւ որ երևանցիների։ Ծառայությունների մատուցման մասով դեռ վաղ է խոսալը, թե ինչ ծառայություն, հիմա այս պահի դրությամբ գույքագրվում են, մենք ունենք մեր ձեռքի տակ առանձնացված 3 ծառայություններ, որոնք որ ավելի անհրաժեշտությունից ելնելով ենք այդ 3 ծառայությունները առանձնացրել, այս պահին էլ գրվում է դրա մեթոդաբանությունները, մնացած իր սկզբունքները, կիրառելիությունը ու հաջորդիվ նոր կունենանք ծրագրից հետո նոր կստեղծվի մեր սոցիալական տուն ՀՕԱԿ-ը անմիջական հենց ծառայությունները մատուցելու համար։ Չեմ կարող չտալ բոլոր երևանցիներին համարյա թե հուզող հարցերից մեկը։ Ինչ անենք այս շների հետ։ Շները Երևան քաղաքում միակ շների մեր կենթաների խնամքի ՀՕԱԿ-ը ամբողջ Հայաստանում միակ մասնագիտացված կառույցն է, որը որ հենց զբաղվում է Երևան քաղաքի թափառող կենթանիների մասով, այդ ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև Երևան քաղաքի հարակից քաղաքների, շրջանների ստեղծման եւ կլիպսավորման մասով մենք ունենք հիմա արդեն հայտարարված մրցույթ գնումներով թափառող կենթանիների կացարանների 300 թափառող կենթանիների համար կացարան պետք է ստեղծվի, եթե մեզ մոտ տեսնենք հետագայում խնդիր կա ավելացնելու նոր կացարան կստեղծենք արդեն։ Լավ, կլիպսավորված շները, կլիպսավորված շներից ինչով են տարբերվում։ Հաչում են նույն ինտենսիվությամբ ցերեկ թե գիշեր, նույն ինտենսիվությամբ կարող են փողոցում քայլող մարդկանց ու երեխաների վրա այնուամենայնիվ հարձակվել, եւ կա նաեւ մեկ այլ խնդիր, որը վերաբերում է քաղաքի մաքրությանը, որը մեկի համար գաղտնիք չի, թե ինչ պատկեր է այգիներում շների արտադրանքի առումով։
շները հաչալու են, շները հատկությունն են հաչալու, բայց ինչ վերաբերում է այդ նույն ագրեսիվությունը, հենց այդ ասեմ ձեզ, որ եթե ստերջացվում են, այդ ագրեսիվությունը որոշակի նվազում են իհարկե, նախ արդեն իրանք պատվաստվում են, դա դառնում է հանրության համար արդեն ինքը ապահով կենթանի, ի տարբերություն մնացած կենթաների, որոնք որ դեռ չեն ստերջացվել եւ համապատասխան վակցինացիաները չեն անցել։ Իսկ ինչ վերաբերում է շների այն շները, որ աղտոտում են քաղաքը, դա մեր ԵԱՍՄ հիմնարկը, որը պատասխանատու է բայց ԵԱՍՄ աշխատակիցը չի կարող ամեն տապառող շան հետևից ման գալ։ Այդ ակնհայտ է, այստեղ երևի թե այլ լուծում է պետք։ Չէ, տեսեք, որ մենակ մեր հենց թափառող կենդանիները չեն աղտոտում, դա էլ է քաղաքակրթություն, այն կենդանիներ, այն անձինք, որոնք որ կենդանիներ են պահում, իրանք էլ իրենց շների Եվրոպայում այդ հարցը վաղուց լուծված է։ Չէ, կան բարեխիղճ շնատերեր, որ պատասխանատու են վերաբերում իրենց կենդանիների նկատմամբ։ Ես մի քանի անգամ շրջելիս, քաղաքը շրջելիս տեսել եմ, թե իրանք ոնց են իրանց շների արտադրանքը վերջում վերցնում եւ տանում են աղբաման հետում։ Հուսանք, որ բոլոր երևանցիները կհետևեն, շնատեր երևանցիները կհետևեն այդ քաղաքացիների օրինակին։ Իսկ պատրաստ եք իմ այն բլից հարցերին։ Այո։ Լավ։ Այդ դեպքում ինչ է ձեզ համար Հայաստանը։ Հայաստանը իմ ու ձեր անժամկետ անձնագիրն է։ Հրաշք Երևանը ինչպես կբնորոշեք։ Երևանը իմ մասով եւ համոզված եմ նաեւ ձեր մասով մեր սիրտն է, որը որ բաբախելու է, անընդհատ բաբախելու եւ մեր ժառանգ փոխանցելու ենք մեր ժառանգներին։ Հին ու նոր Երևանում ապրելը ուղղակի հաճելի է։ Հանրապետությունը ես այս պարագայում նկատի ունեմ կուսակցություն ինչ փոխեց ձեր կյանքում։ Լինել ավելի պատասխանատու, քո արարքները գնահատվելու են ամբողջ թիմի նկատմամբ։ Երբ եւ որտեղ կցանկանայիք ապրել, եթե երկրորդ անգամ ծնվեիք։ Չեմ մտածել, գիտեք, որ երկրորդ անգամ, բայց որ նորից ծնվեի, ինչ թվում է Երևանը, որովհետև ես Երևանը սիրում եմ, բայց երկրորդ անգամ ծնվելու դեպքում նաև քաչախային վայրերը, որտեղ որ ես շատ սիրում եմ։ Լավ, այդ պարագայում ձեր գնահատականով Հայաստանի իբրեպետության առաջ ծառացած 3 հիմնախնդիրները որոնք են։ Հայաստանի Հանրապետության ծառացած խնդիրները, ես ասեմ, իմ պատկերացումով եւ ընդհանրապես առաջնային դերը պետք է լինի անվտանգությունը, հզոր տնտեսությունը եւ արտաքին քաղաքականությունը։ Ով է միջին վիճակագրական հայ ձեր գնահատականով։ Ես։ Լավ։ Ես կարծում եմ պիտի ասեք ես։ Չէ։ Համաշխարհային քաղաքականության մեջ ձեր ամենագնահատելի քաղաքական գործիչը ով է։ Դուք գիտեք, բայց չեմ ուզում, դուք գիտեք, անգամ ասեմ դուք իր ականուն եք դրել իմ վրա, չեմ ուզում հանրայնացնեմ, որովհետև վաղը կմնա իմ անունս հենց այդ քաղաքական գործիչի։ Ես հուսամ, որ բոլոր հեռուստատողները կդիմեն ինձ բացահայտել։ Ձեզանից իմանան։ Այո, իսկ ես չեմ ասի։ Այդ էս գաղտնի բառ։ Հրաշալի։ Կա օր, որ ապրել եք ձեր ցանկացածի պես։ Իհարկե, այդ օրերը շատ են, շատ են։ Ես դրա համար երջանիկ եմ, այ երջանկությունը սենց ձեր ասացի մեջ է, ձեր մատնշած օրերի մեջ է։ Ձեր հարցը ինձ։ Չլսեցի։ Ձեր հարցը ինձ։ Դուք ինձ սիրում եք։ Անպարագիծ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ ձեզ, կարծում եմ հրաշալի զրույց ստացվեց։ The point is really ունկնդիրներ հենման կետում Սարգիս Մադացյանն էր։ Սարգիս Մադացյանը, որ ոչ միայն Երևանի փոխքաղաքապետն է, այլև Երևանը սիրող միջին վիճակագրական երևանցի, որ անվերջ ուզում է ապրել Երևանում։ Լայքեք, տարածեք,
Ես կարծում եմ հենման կետը ձեր հենման կետն է, եւ դուք դրանում գնալով համոզվում եք։ Հաջողություն ձեզ։